1988 թվականին եղել է երկրաշարժ եւ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրաբարակներում ուրեմն շենք-շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել, այսինքն ոչ մի բան իր տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անհատ հետքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Մինչև այսօր, որ դուրս է եկել 12 թվականից, ուրեմն ընդամենը 15 թե 20 շին թույլտվություն են տվել։ Հիմա օրենքերը նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են քաղաքը կառուցվում է։ Այսինքն մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել։ 1 մետրը, 2 մետրը այս կողմենքով մեզ համար արժեք չի եղել։ Ինչի համար։ Որովհետև այդ 60 հոդվածը, որ իրանք դոգմա են վերցնում, 60 հոդվածը կարող է փոխել քաղաքապետարանը։ 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է։ Ուրեմն հադագագծի տերը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Ուրեմն մյուսն ասեմ ես։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես հիմա հարց եմ տալիս։ Այդտեղից հետո հարց եմ տալիս։ Ուրեմն քաղաքի գլխավոր հատակագիծը որ կաբինետում է եղել, ով է գլխավոր հատակագծի վերջնական նայում չափաբաները անում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը եւ ճարտարապետը եւ քաղաքաշինության բաժինը։ Եվ գտնվել է նույնությամբ կադաստրում, որ կադաստրը երբ որ հողատկացում էր անում գնում էր այնտեղ, կադաստրը նայում էր քարտեզը եւ ասում է սա 60 մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետեւ դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը։ Բացի դրանից, մարզպետարանում գտնվում էր։ Հա, ասեք, ներում։ Մարզպետարանում չգիտեմ, չգիտեմ։ Լավ։ Ես ինչքան հիշում եմ մարզպետարանում էր գտնվում, որով եւ Քաշին նախարարությունում, որովհետեւ այդ ամեն ինչը խդրվում էր։ Եթե մենք փոփոխություն էինք անում հանգարց, որևիցե քարտեզի մեջ, եթե այդպեսի բան էր։ Ասում եմ, որ ինքը ասի արեք, թե չէ։ Լավ, հարց։ Երբ որ տեսնվում էր, որ ասենք այս հատվածը չի կարելի շենքինություն կառուցել։ Ուրեմն գրություն էր գրվում, ինչքան հիշում եմ, մարզպետարան, Քաշին նախարարություն, համաձայնությունը վերցնում էր, հետեւեր գալիս եւ առնում։ Հիմա ես պարոն Դադախազին մի քանի անգամ ասում եմ, նմանատիպ գրություններ կա թղթերի մեջ եւ թե ոչ, ինքը ասում է չկա։ Իսկ ես բարձրացնել ասում եմ, դիտավորել թղթերը միջից անել են, ով է դրա տերներ է, թղթերը, ով է տարել, ոնց է դրա պահվածները։ Այսօր որ քաղաքը միջից անելը վարգյան է, ով է դրա տերը, որտեղից լինենք գտնի։ Վկային հարցը տալիս։ Հիմա քաղաքապետը, որ դուք հիմա բերում էիք, ասենք մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մյուսը մրցույթներ ամեն ինչ անցկացրած, բերում վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը դեռ եղած մի հաշիվ չէ, դուք ամեն ինչ արեք վերջացրել եք։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում։ Քաղաքապետը օրական 10-ը, 50-ը, 30-ը նմանատիպ որոշումներ։ Ես ո՞ր կարող եմ հիշել, մասնագետները դուք եք, ես դրանց ծեր եք։ Հարցը հետևյալն է։ Ինչ նշանակություն ունի ձեր բաժնի եւ մասնավորապես ձեր համար քաղաքապետի որոշումը։ Չէ, ես այն ձերի ասեցի։ Չէ, հարցը նշանակություն ունի։ Չէ, ես գիտեմ, բոլոր մասնագետները արդեն չափ է, կրեպ է, ասել են քաղաքապետյանին։ Քաղաք հետո ամեն ինչ գտնում եք։ Ես մասնագետական ոչ քաղաքապետի որոշում կարող եք։ Ձեր տված եզրափակությունից Մասնագիտական որոշումները կազմում են մասնագետ